Շնորհակալ եմ։ Ապրելու երկիր կուսակցության անունից ողջունում եմ ներկաներին եւ մեզ հետևող հայրենակիցներին։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրություն են հանձնվելու եւ պայքարելու միջև։ Շարունակել հանձնվել մեր արչեւ ծառացած մարտահրավերներին, հանձնվել օրեցօր խորացող խնդիրների արչեւ, թե պայքարել, քայլ առ քայլ լուծելու այդ ամենը, պայքարելու ունենալ արժանապատիվ պետություն, ուժեղ ղեկավարություն։ Հունիսի 7-ին մոտ 2.5 միլիոն մարդ հնարավորություն է ունենալու կատարել այդ ընտրությունը։ 2.5 միլիոն մարդ բացի 19-ից։ Այդ 19-ից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, բացառապես հայ լինելու պատճառով։ Եվ այս ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է։ Դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գեիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն, ազգային արժանապատվության վերականգնան եւ արդար եւ կայուն խաղաղություն հաստատման կարևորագույն նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի եւ Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում, եւ որպես ապագա իշխանություն, եւ որպես հայորդի, ում համար ազգային արժանապատվությունը եւ հայրենասիրությունը անձնական առաջնահերթություններ են։ Ռուբեն Վարդանը հաճախ ասում է. ամենավտանգավոր երևույթը անտարբերությունն է։ Հետևաբար մենք չենք կարող լինել անտարբեր մեր հայրենիքի ճակատագրի նկատմամբ եւ շարունակում ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը։ Եվ հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական եւ արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն եւ քաղաքական կամք, ապրելու երկիր կուսակցությունը եւ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական եւ մարդկային ներուժը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական օրակարգ եւ ապահովելով ապրելու երկիր կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի շրջանակներում, վերջիններիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։ Մեզ բարի երթ եւ հաղթանակ դեպի ապրելու եւ ուժեղ Հայաստան։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։